Կարդալ գրքում կյանքը կյանքով վարվող աստղի և անհայտի խորհուրդներում կերտել չամփան նետկսիլքի։ Գաղտնիքների սանձը արծաթ դնել հաստատ ջերմ ձեռքերով և հավատքից վշտով ռադատ քշել քոդին մտրակելով։ Ամեն մի վայրկյան մի գնացք է անցնում, հայտնի և անհայտ հուշի վայրերում։ Ցուրում է ռավար շոքեմետենան և նենք լուր կանգնած առջևը դրան, կատկոտող օրվա թրտի շուշուկով ասում ենք նրանց մնաք բարով։ Կոստան Զարյանը անցորդը և իր ճամփան վեպի տպագրությունից կարճ ժամանակ անց ձեռնամուխ է լինում գրելու «Բանկոոպը և մամութի ոսկորները» վեպը։ 1931 թվականից նա սկսում է գրել «Բանկոոպը և մամութի ոսկորները» վեպը։ Մամութ արևմտահայերը ասում են մամոնտին։ Գրքի խորագիրը պատահական չէ։ Բանկոոպը բանվորական կոոպերացիան է, սովետական կյանքի արտահայտություններից մեկը և խորհրդային երկրի կյանքը ներկայացնող խորհրդանիշերից մեկը 20-ական թվականների։ «1934 թվականին Միլանի Էսամե և Լամբրոզիանո պարբերականների առաջարկով Կոստան Զարյանը մեկնում է Իսպանիա։ Այստեղ էլ սկիզբ է առնում նրա նոր մտահղացումը՝ «Երկիրներ և աստվածներ» գրքերի շարքը, որ և շարադրանքով, և ոճով, և ժանրային յուրահատկություններով, և մանավանդ իմացական և էսթետիկական խորքով եզակի է մեր գրականության մեջ։ Այս ճամփորդությունը առիթ է դառնում, նա այնտեղ մնում է 6 ամիս, որ վերադարձից հետո անմիջապես սկսի գրել ահա «Երկիրներ և աստվածներ» շարքի առաջին գիրքը, որ ինքը կոչել է «Սպանիա»։ Մենք հայերս մինչև 1920 թվականը գրում էինք «Սպանիա», գրում էինք «Ապրիկե», բայց 20 թվականից հետո ռուսերենի ազդեցությամբ գրեցինք «Իսպանիա»։ Ինքը անցնում է Իսպանիայի քաղաքներով, ճանապարհներով, նշանավոր մարդկանց է հիշում, փորձում է թափանցել իսպանական բնավորության խորքը, իսպանական ժողովրդի կյանքի կողմերը հասկանալ։ Սպանիան բարդ և հետաքրքիր ստեղծագործություն է։ Գրողն այս գրքում ուղղակի կամ անուղղակի անդրադառնում է ոչ միայն Իսպանիային, եվրոպական մի շարք այլ երկրների՝ Իտալիային, Ֆրանսիային, Հոլանդիային, այլև իր հիմնական խոսքին զուգահեռ նաև Հայաստանի պատմական, քաղաքական, հանրային ու մշակութային կյանքի բազմաթիվ կողմերին։ Կոստան Զարյանն իր այս գրքում նաև քողարկված կամ բացահայտ բանավեճեր է վարում, տարբեր մտքերի ու տեսությունների է արձագանքում կամ դրանց վերաբերյալ շարադրում է իր ըմբռնումներն ու պատկերացումները։ Եվ այս ամենն անում է համաեվրոպական գրականության, մշակույթի, փիլիսոփայության հրաշալի իմացությամբ։ Տեսնում է իսպանական կյանքի առօրյա դրսևորումները, փառահեղ հատվածներից մեկը ուրեմն ցուլամարտն է։ Ինքը հետաքրքիր է, որ բառերը բազմաթիվ գոյականներ հնչյունափոխության չի ենթարկում։ Կոստան Զարյանը գրում է ցուլամարտ, գրում է ձուկի, գրում է, երբ որ խոսում է Հայաստանի մասին, ասում է հողերը սպասում էին մարդին եւ ոչ թե մարդուն։ Եվ ես ձեզ ասեմ, Կոստան Զարյանի գրականության հանդեպ վերապահության, Հայաստանում վերաբերմունքի հիմքերից մեկն էլ սա է։ Ինքը փայլուն գիտեր գրաբար, Մխիթարյանների մոտ սովորել էր, փայլուն գիտեր արևմտահայերեն, Հայր Աթանաս Տիրոյանի և Արսեն Խազիկյանի աշակերտն էր եղել 2 տարի և գիտեր արևելահայերեն։ Իր լեզվում այս երեքը երբեմն հանդես են գալիս միասնաբար։
ու այս գրքի միակ հավակնությունն է կարողանալ մի օր հասկանալի եւ անհրաժեշտ դառնալ նրանց, որոնք որոշել են լինել նորից, կառուցանել նոր հոգեկան մի զորություն, գոյանալ ամբողջովին, ճակատագրականորեն։ Դա մի ոգեշունչ ստեղծագործություն է, թեպետև արձակ շարադրանք է, պոեմ է հիշեցնում, շարադրանքի ոճով, մտածողությամբ, պատկերավորությամբ, նյութի ընկալումով։ Սպանիա ճամփորդությունը կբացատրվի որպես հետևանք ստեղծագործական ճգնաժամի եւ Հայաստան հիշեցնող, Հայաստանին փոխարինող հոգեկան վայր երկրի փնտրտուքին։ Սակայն այս բացատրությունը մեր կարծիքով զուտ մեկնաբանական է եւ հաստատ հիմք չունի։ Վարդան Մաթեոսյան։ Երբ որ մենք գիրքը կարդում ենք, ավարտում ենք, մեզ թվում է մենք ապրել ենք Իսպանիայում, մենք լիովին ճանաչեցինք Իսպանիան, ոչ թե Սպանիո արտաքին կողմերը, տուրիստական, զբոսաշրջիկային գեղեցիկ վայրերը եւ այլն, այլ մենք լսեցինք նրանց արյան ձայնը, մենք լսեցինք նրանց հոգևոր ներաշխարհի խոսքը եւ այլն։ Ահա ինչ տողեր է գրում պատասխանատվության մասին, նաև գիրք գրելու իր նպատակի մասին։ Ավելի շուտ մեր երկրի առջև, որովհետև երկրից դուրս չի կարող լինել կյանք եւ չի կարող լինել պատմություն։ Եվ երբ ասում եմ երկիր, ուզում եմ ասել տվյալ որոշակի այն հողամասը, ուր ապրում եւ գործում է հայ ժողովուրդը, ուր չնայած արտաքին հանգամանքներին վերադարփնվում է հայ ոգին, վերակազմվում է ազգը, ծնվում է նոր պատմության միթոսը եւ նոր հայ անհատը։ Սպանիան շարունակաբար տպագրվում է հայրենիք ամսագրում։ Եվրոպայում կյանքը թանձրանում էր։ Մի ուրիշ մղձավանջ մթնշաղ էր գալիս եւ բազմաթիվ գիտնականներ Էյնշտեյնից սկսած, գրողներ, արվեստագետներ, Ստեֆան Ցվայգը, ուրիշներ եւ այլն հեռացան Գերմանիայից, հեռացան Եվրոպայից։ Կորֆու կղզին դառնում են նվիրական մի վայր, ուր միջպատերազմյան Եվրոպայի տագնապալի մթնոլորտից փախչելով հավաքվում են մշակույթի, գրականության ու փիլիսոփայության նվիրյալներ, ազնիվ ու անաչառ մտածումների, ներհուն խաղաղության մեջ իրենց կյանքը ապրելու համար։ Ըստ ժառանգների Դարելի եւ Զարյանի միջերկրականի գաղափարը եւ մշակութային կառուցվածք է եւ բանաստեղծական, մոդեռնիստական ներաշխար։ Սա փոխազդեցություն է մարդու եւ տարածական աշխարհի միջև, բանաստեղծների եւ միջերկրականի բնության սիմբիոզի միջոցով։ Կոստան Զարյանի անունը կապել են Մուսոլինիի հետ։ Երևանում մի փաստագրական կոչված խայտառակ ֆիլմ նկարեցին եւ այդ ֆիլմում տառացիորեն ասացին, որ նա եղել է Մուսոլինիի անձնական բարեկամը եւ այլն։ Նման անհեթեթություններ վերագրեցին Կոստան Զարյանին։ Եվ Կոստան Զարյանը 50-ական թվականներին մամուլում նա բողոքում է իր անունը որևէ կուսակցության կապելու դեմ եւ բացատրություն է տալիս նախ, որ իտալական ֆաշիստական կուսակցության անդամ այդ կուսակցության կանոնադրությամբ եւ օրենքով որևէ օտարերկրացի չէր կարող լինել։ Եվ ահա այդ ամսագրում տպագրվող հեղինակները բողոքում են խմբագրի, որ մենք կուսակցության անդամ ենք, դուք մեզ ավելի պակաս եք վճարում, ասենք էջին $1, իսկ Կոստան Զարյանը, որ կուսակցական չէ, $2 եք վճարում։ Եվ Ռուբեն Դարփինյանը պատասխանում է, ասում է մենք պետք է հպարտ զգանք, որ Կոստան Զարյանի նման հեղինակը աշխատակցում է մեզ։ Եվ նա լիովին արժանի է այդ վերաբերմունքի։ Հարցը նրանում է, որ մինչև հիմա մենք գլխավորապես աչքի առաջ ենք ունեցել պատմության միայն քաղաքական եւ այդպես անվանած կուլտուրական բնույթը։ Այսօր սկսում ենք գիտակցել, որ մեր խուզարկությունները տարածվել են պատմության մակերեսի վրա։ Մենք տեսել ենք իրականությունների արտաքին երևույթը, անցողականը, դյուրըմբռնելին։ Մինչև կյանքի իրական բնույթը թվում է գտնվել է ուրիշ մի տեղ, ինչ որ բնագիտական մի զորության մեջ, զտահոս մի կենսականության մեջ։ 1935 թվականի հոկտեմբերին
Վիլժուիֆում Փարիզին մերցակա այդ բժշկարանում, բժշկանոցում, չեմ ուզում ասել հոգեբուժարան, այդ բժշկանոցում իր մահկանացուն է կնքում Կոմիտաս վարդապետը։ Մեր ժողովրդի ողբերգության ամենախորունկ, այսպես ասած, ամենանշանակալից երևի խորհրդանշան կերպարը, մարդ, որ իր կյանքի եւ կենսագրության մեջ ամփոփել է, ամբողջացրել է մեր ժողովրդի ամբողջական նկարագիրը, կերպարը, բնավորությունը, թերևս այդպիսին էր մեկ էլ Խաչատուր Աբովյանը։ Եվ ահա 1936 թվականի մայիսին հայ մշակույթին նվիրված մարդիկ Կոմիտաս վարդապետի աջունը բերում են Հայաստան։ Բերում են նավով։ Նավը Մարսելից դուրս է գալիս եւ գալիս անցնում է այդ Կորֆու կղզու մոտով եւ այս երևույթը ավելի նորացնում, թարմացնում, խորացնում է Կոստանդզարյանի ողբերգությունը։ Ահա ննջեցյալ Կոմիտաս վարդապետը կարող է գնալ Հայաստան, բայց ինքը չի կարող։ Ինքը զրկված է այդ հնարավորությունից։ Եվ 36 թվականի մայիսի վերջերին գրում է Կոմիտաս վարդապետին նրա աջունը Հայաստան տեղափոխելու առթիվ բացառիկ գեղեցկությամբ բանաստեղծությունը։ Բարի ճանապարհ վարդապետ, վերադարձ բարի։ Ja